Ես ուզում եմ մի քիչ պարզ պրիմիտիվ լեզվով խոսանք, թե ինչ է ալերգիան, որովհետև մարդիկ գիտեն, ասում են ես ալերգիա ունեմ, ալերգիան ընկալում են որպես հիվանդություն, չգիտեմ ինքը արդյոք համարվում է հիվանդություն թե ոչ։ Ինչ է ալերգիան, ոնց է առաջանում, մի քանիսս պարզ պրիմիտիվ որ նկարագրենք, թե ոնց է էլի մարդը իր մոտ ձևավորում ինչ-որ նյութերի հանդեպ ալերգիա։ Իրականում ալերգիան, եթե պարզ լեզվով ասենք, դա մեր իմուն համակարգի ոչ adekvat, մի քիչ աննորմալ պահվածքն է սովորական եւ անվնաս նյութերի նկատմամբ։ Օրինակ, դա ծաղկափուշին է, կենդանների տարբեր տեսակի սպիտակուցներ, ալերգեն եւ այլն, կամ օրինակ սննդամթեր, կոսմետիկ նյութեր։ Այսինքն մարդը մեղավոր չի, որ իր մոտ զարգանում է ոչ adekvat ռեակցիա։ Այդ եթե sense պարզ լեզվով ասենք, այո, ալերգիան դա պաթոլոգիա է, ալերգիկ հիվանդությունները համարվում են հիվանդություններ եւ կա նաեւ այսպես միֆեր անիմաստ, որ դե ալերգիան չի բուժվում, դե ալերգիան հիվանդություն չի, դե դրա մասին իսկապես մենք խոսենք, բայց իմուն համակարգը ինչ-ինչ պատճառներով իրեն պահում է ոչ adekvat, եւ մենք սկսում ենք պատասխանել անվնաս նյութերի նկատմամբ շատ sense գերզգայուն ձևով, այո։ Այսինքն ավելի պրիմիտիվացնեմ կներեք ձեր խոսքը, այսինքն եթե օրինակ բակտերիան կամ վիրուսը պետք է մտնի մեր օրգանիզմը իմուն պատասխան տա, ջերմություն բարձրանա, այտուց ձևավորվի, դեմարկացիոն զոնա, այսինքն պաշտպանական զոնա ձևավորվի, որպեսզի մոբիլիզացնեն, վերացնեն վիրուսի բակտերիան, նույն ձևի ռեակցիա տալի ծաղկափոշու, կաթի կամ չգիտեմ, պլաստմասի, լաստիկի ու մնացած նյութերի հանդեպ։ Աբսոլյուտно ճիշտ ձևով ասեցիք, որովհետև եթե վիրուսի, բակտերիայի, սնկի նկատմամբ դա իմուն համակարգի նորմալ ֆիզիոլոգիական ֆունկցիան է, ալերգիկ ռեակցիան դա արդեն իմուն համակարգի ոչ նորմալ, այսինքն ամեն ինչին պատասխանում է գրեթե նույն ձևով։